Բարի լույս սիրելի հեռուստադիտողներ, եթե հենց նոր եք արթնացել, կարծում եմ անդադար կարելի է խոսել երաժշտությունից, նկարչությունից եւ ընդհանրապես արվեստից, ինչը մենք այսօր առավոտից կարծես թե անում ենք եւ շարունակելու ենք խոսել հենց երաժշտությունից։ Այո, որովհետև մեր հյուրերն են Հայրեն բենդի վոկալիստ Գևորգ Մարգարյանը, բարի լույս, Հայրեն բենդի վոկալիստ Նարեկ Մանուկյանը եւ նույն բենդի շեփորահար Հարութ Խաչատրյանը, բարի լույս։ Բարի լույս, բարի գալուս մեր տաղավար։ Ձեզ Ուրախ ընկերախումբ եւ երաժշտախումբ, ինչպես եք։ Շատ լավ։ Շնորհակալություն, լավ, դուք ինչպես եք։ Մենք լավ, շնորհակալություն։ Հայրեն բենդ չեք լսել ձեր մասին։ Խնդրում եմ մի փոքր պատմեք, որտեղից եք եկել, երբ ֆանից եք եկել, ինչով եք զբաղվում։ Մեր հարությունը կպատմի։ Ես սկսեմ։ Ավելի լավ գիտի։ Հնաբնակներից է հարությունը երևի։ Հիմնադիրը համեստ ենք պահում։ Խումբ հիմնելու գաղափարը կար դեռ ուսանողական տարիներից, դից առաջի փորձ որպես այդպեսին 2019 թվին սկսել ենք այս ուղղությամբ մտածել։ Դեցի հարություն։ Այո, այո։ Ուրիշ Ամեն արդյոք կատարում։ 19 թվից միտքը կար էս ֆոլք խումբ ունենալու, ազգային երաժշտության մասին մտածելու, պրոպագանդելու, որոշակի process-ներ, որոշակի ընթացք պետք եղավ անցնել, ձևավորվել, մենք ինքներս հասկանայինք ինչ ենք ուզում, առաջիններից միացավ Գևորգը 20 թվին, չէ, 20 թվից իրար հետ սպրպտելով, հասկանալով մենք ինչ ենք ուզում ունենք գնում, եկանք հասանք այսօրվան, կարելի է ասել որպես ակտիվ գործունեություն, այս վերջին մի տարում ենք ծավալում ակտիվ գործունեություն, բայց ունենք մեծ բազա, ունենք մեծ հիմք ու հիշողություն այս ամեն ինչի մեջ դրած, որը արդեն մանրից աշխատացնում ենք, շուտով լիքը բաներ դուրս կգան։ Իսկ քանի հոգի կա խմբում։ Խումբը 10 հոգուց է բաղկացած, ունենք ժողովնվագարաններ, որային ունենք brass section, շեփոր սաքսոֆոն, վոկալիստներ, հարվածային գործիքներ, կլասիկ բենդ է։ Իսկ ասեք, քանի որ Գևորգ արդեն նշեց, որ ընկերներ եք դուք եղել եւ կաք, երբ ընկերը գաղափարը ասեց ձեր, ինչ էիք մտածում, արդյոք պատկերացնում էիք այն, ինչը հիմա ստացել եք, որովհետեւ արդեն ունեք տեսահոլովակ, համերգային որոշակի, հա, գործունեություն։ Սա էիք դուք պատկերացնում, որ կստացվի։ Այո, ի սկզբանե, որովհետև մինչև այն առաջարկը, որ Հարութից ստացա, իր հետ լինելու, այս բենդում լինելու, արդեն որոշակի չափով զբաղվում է ես գործունեությամբ, ես ինքս առանձին, հա, երգում էի մեր ազգային երգերը, նորովի գործիքավորումներով, եւ Հարութի հետ որ խոսացինք, ասաց, որ հենց տենց է գաղափարը, ոնց որ տենց նոր գործիքավորումներով, նոր վիճակով, նոր շնչով ազգային երգերն ենք հիմնական շեշտը տալու, դե միանգամից բնականաբար համաձայնվեցի լինելու մի մասնիկ այդ բենդի, որովհետեւ իմ մտքերն էլ այդ նույն ձևով աշխատում են ժամանակ եւ ոնց որ տենց էլ հենց ստացվում է, տենց էլ անում ենք լավ է, դեռ մեր ուզածն է, էլի, հա, ոնց որ ստացվում։ Նարեկ ինչպես միացավ ձեր թիմին։ Տեսեք, մինչև բենդին միանալը մասնակցում էի տարբեր մրցույթների երաժշտական, նենց ստացվեց, որ Հարութը մեծ ինձ ասաց, որ քո արտիստիզմը, սենց ասաց, հավանել եմ, դուրս եկել է, հանդիպենք, զրուցեցինք, քննարկեցինք բենդի հետ կապված հարցեր, որ եթե դու լինես բենդում լինելու է սենց, առաջ խաղացում, առաջարկը շատ դուր եկա, որովհետև ես ինքս ինչպես Գևորգը ֆոլք ժանրի մեջ եմ միշտ որ սովորել եմ այդ ժանրի մեջ ու տենց ոնց որ առաջարկը հավանելով միանշանակ համաձայնվեցի Արդարացան խոսքերը։ Արդարացնելուց էլ ավելի լավ ստացվեց, ոնց որ այն ինչ որ պատկերացնում էի, դրա տասնապատիկ ավելի լավը տեսա։ Ու տենց մինչև առեսօր բենդում եմ ու ինձ զգում եմ ամենալավը այդ բենդում։ Դա ամենահումորասեր եմ բենդում էլի։ Հատկապես երաժիշտների եւ բժիշկների մոտ չէ հումորը անպակաս է։ Ձեր հարցը դուր լավ ես շարունակել։ Հետաքրքիր է, երբ որ արդեն սկսեցիք աշխատում եք, սովորաբար նախ վերջին տարիներին շատ ողջունելի է, որ հայկական հին երգերը բենդերի մատուցմամբ, կենթանի երաժշտությամբ կարծես է թարմացվում է։ Ամենքը իր ձեռագիրն է փորձում գտնել։ Երբ որ դուք սկսում էիք, արդյոք չէիք վախենում, որ կնմանեցնեն ձեզ այս կամ այն բենդին, այսպես ասած, եւ հիմա որ արդեն 1 տարի գործունեություն ծավալում եք, ինչն եք փոխել, ինչն եք հղկել գործունեության մեջ, գուցե երաժշտության մեջ։
Ես պատասխանեմ դու։ Բոլորդ էլ պատասխանեք ձեր կարծիքով։ Ով ինչ նորամուծություն է բերել, այո, կարող ենք այդ տեսանկյունից Իրականում նայել։ քանի որ 10 հոգի ենք 10 տարբեր գույն են ներկա մեր ներգապելագում, բայց ամենակարևորը որ երբեք չի եղել այդ մտավախությունը, որ կարող է շփոթել, կարող է նմանեցնել, որովհետև մենք ի սկզբանե գիտեինք ինչ ենք ուզում, ինչի համար ենք այս ամեն ինչը անում։ Մենք ի սկզբանե սկսել ենք այս ոլորտում ստեղծագործել ինչի համար, որովհետև այս ամեն ինչը մեզ ուղղակի դուր է եկել։ Գումար աշխատելը իր հերթին, ընդհանրապես գործ ունենալը իր հերթին, բայց այս ամեն ինչը եկել է խորքից, մեր ներսից, դրա համար երբեք մտավախություն չենք ունեցել, մենք ունենք մեր ծրագիրը, մենք ստեղծագործում ենք մեր ոճով, մեր ուղղությամբ, նմանվելու երբեք այդ մտավախությունը չենք ունեցել, իսկ Գևորգի ցայնը տեսահոլովակում մարդիկ որ տեսնեն կհասկանան, որ այս ֆոլք ժանրում շփոթել չի կարելի։ Մինչև տեսալովակը մենք անպայման կլսենք, իհարկե կենթանի կատարմամբ, ինձ հետաքրքիր է ինչ եք կարծում, դուք ինչով եք առանձնանում։ Այս ասեցիք, որ մտավախություն չունեի, որ կնմանվեիք, առանձնացում անեմ Հարութի ասացին, լրիվ համաձայն եմ ինչ որ ասեց, այդ նմանացնելու հետ կապված, հա, եւ մի կարևոր փաստեր կա նմանվելու չվախենալը, հա, ինչով է պայմանավորված, որտեղ մենք որ սկսել ենք այս գործը անել, հենց ոնց որ առաջիններից ենք, որ ֆոլկը նորովի մատուցում էինք, նենց չի այդ ժամանակ շատ էին։ Հիմա է որ շատ։ Հիմա կա, հա, շատ քիչ էին, անկեղծ եմ ասում։ Մենք այդ մի տարին չենք նայում, մենք շուտ ենք սկսել այս գործը շատ։ Մի տարին ակտիվ գործ ունեցինք։ Մի տարին ձեր հանրային։ Այո, ու ոնց որ ավելի շատ հանրային է։ Այն վաղտ էլ այն ժամանակ էլ ունեինք, թե տեսահոլովակ էինք անում, թե զբաղվում էինք, թե համերգ էինք տալիս, այսինքն նենց չի շատ էին այդ գաղափարակիցները, որ ֆոլկը բերենք նորովի, շատ ողջունելի եւ շատ ուրախալի է, մեկը ինձ համար դա, որտեվ դա կարևոր առաքելություն է մեր ազգային երգերը անընդհատ թրենդի մեջ պահելը, ասենց ասեմ, հա։ Հիմա է որ տենց ինչ որ չափով ցավոք սրտի տեսել են, որ դա հետաքրքրություն է բերում դրանով գումար կաշխատեն, այդ անենք, բայց ոչինչ, թող տենց էլ անեն կոմերցիոն նպատակով, բայց ազգայինը բերեն, հա, ես մենակ ողջունում եմ եւ շատ ուրախ եմ։ Այդ նմանվելու վախը համել դրա համար չի եղել, որովհետեւ երեքայինք մի 2-3 բենդ էինք, եթե չեմ սխալվում այդ ժամանակ, որ ֆոլք էին անում, ֆոլքի հետ նոր, հենց այդ 3-ին էլ նմանացնելու կարիք էլ չէր լինել, տարբեր գույներ էինք, միտեղ, չգիտեմ, հիմնական երգիչը տղա է, միտեղ աղջիկ է, արդեն լրիվ տարբեր է, ահա։ Եվ գույները միշտ տարբեր է, մեր արած գործիքավորումներն էլ է տարբեր, երգելու ձևն էլ է տարբեր, ձայնի երանքն էլ է տարբեր, այդ հերիք է, որ նմանվելու ինչ-որ խնդիր չլինի։ Մի բենդում 2 տղա վոկալիստ, հա, երկուսն էլ ձեր ձայները իրարից նման։ Հա, տարբեր են, չէ, հենց շատ կարևոր է, որ տարբեր են։ Կանացի չունեք ձայն։ Ունենք, աղջիկ էլ։ Մեր բենդում ձայների տարբերությունը կա ու այդ ունի իր առավելությունը միանշանակ։ Նաև ունի իր խնդիրները, որովհետև կան գործեր, կան երգեր, որոնց մեջ օրինակ լսելի է ավելի ներքևի հատվածներում երգող մարդու ձայնը, երգեր կան, որ վերևներն է պետք ու այդ ժամանակ միշտ երբ որ ես ներվում եմ ներքևների ժամանակ միշտ օգնություն է հասնում մեր բենդի այն լավ վոկալիստը Գևորգը, Ինչպես Հարութն ասաց, Նարեկի արտիստիզմը գրավեց ձեզ, Գևորգի բացառիկ ձայնը, հիմա չէ, իմն էլ է գրավել, իմ բացառիկ ձայնն էլ է գրավել։ Այո, կարծում եմ հեռուստադիտողներին ճիշտ ժամանակն է, որպեսզի ձեր ասածների տակ ստորագրեք, հարգելի ընկերներ։ Սկսենք եւ այսինքն Այո, իհարկե։ Արի երթանքի վերին թող, օյ, լաչ տնավերով, ես եղնիմ թուպ, դու եղիր շախ, օյ, լաչ տնավերով, ես եղնիմ թուպ, դու եղիր շախ, օյ, լաչ տնավերով։ Շնորհակալություն։
Արեք իհարկե։ Ձայնի տարբերությունն ենք ուզում հասկանալ։ Հա, զուտ։ Գոնե երկերի տարբերություն։ Ինչ երկեմ։ Ինձ թվում է, օրինակ ձեր ձայնը լսելով, եթե գիտեք սիրում եք, գուլո երգը ձեր ձայնին համապատասխան է, եթե սիրում եք, եթե չէ։ Կամ առավոտյան, որ արթնանում եք սուրճ խմելուց, պարզապես ազատ ժամանակ, ինչ եք, ինչպես ասում են, քթի տակ երգում, այո, որն է ձեր սիրելի երգը։ Ազգային Վարմանանա Ես կարող եմ վստահ ասել, որ մեր տաղավարի պատերը դեռ այսպիսի ձայներ չէին լսել։ Շնորհակալություն։ Շնորհակալ։ Ես մաղթում ենք նորանոր հետաքրքիր տեսահոլովակներ, համերգներ, եթե ունեք ավելացնելու ինչ-որ մի բան, կարող եք ասել։ Այս տեսալովակը նորմալ գիտենք, ինքը Հայրիկ Մուրադյանի միջոցով է մեզ հասել Կողտան Մակտիկ, որը մեր համար շատ մեծ կարևորություն ու նշանակություն ունի, ինքը հայրենասիրական երգ է, իրականում մեծ ավանդ ու մեծ խոսք ունի, շնորհակալ ենք մեր ընկերներին, ովքեր օգնել այս տեսահոլովակի կայացման հարցում, ռեժիսորին Արտուր Փարսեյան, օպերատորին Հայկ Ամիրխանյան, ամբողջ ստեղծագործական թիմին, մեր բենդին, Տիգրան Կուզիկյանին հիշողավորման համար ու հուսով ենք կհավանեն այս տեսահոլովակը դիտելուց հետո։ Դա ինչ ժամանակն է, որ մենք էլ դիտենք այո տեսահոլովակը մեր հեռուստադիտողի հետ միասին։ Շնորհակալություն եւս մեկ անգամ։ Շնորհակալ ենք։ Հիշեցնեմ, սիրելի հեռուստադիտողներ, զրուցում էինք հայերեն բենդի վոկալիստներ Գևորգ Մարգարյանի, Նարեկ Մանուկյանի եւ նույն բենդի շեփորահար Հարություն Խաչատրյանի հետ։ Դուք մնացեք մեզ հետ, իհարկե տեսահոլովակը այս պահին դիտում ենք անպայման։